հասարակության ճնշող մեծամասնությունը արդեն իսկ որոշում կայացրել է։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այս պահին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացու կարծիքով դավաճան է։ Ոչ թե ցածր ռեյտինգ ունի, իրականում ցածր ռեյտինգ ունի, դա առանձին պատմություն, բայց Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին իրեն համարում է դավաճան։ Կարծում եմ դրանից ավելի լավ նախադրյալներ այս ազգային գործընթաց հավատին հասցնելու համար գոյություն չունի եւ բնականաբար լինելով Հանրապետական կուսակցության անդամ եւ ինչպես գիտեք մենք նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթաց, մենք համարում ենք, որ իմպիչմենտը լավագույն գործիքն է մեր բոլորի, սա արդեն նպատակել չի, սա երազանք է, գեր նպատակ է, իշխանափոխությունը իրականացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իմպիչմենտը չի հաջողվի, ինչ է կարծում։ Ես խորապես թքած ունեմ, թե ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը։ Եվ փողոցային պայքար երբ եք ուզում սկսել եւ արդյոք սկսել եք։ Մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Դատարանը։ Որը գտնվում է փողոցում։ Փողոցային պայքարի կան շատ տարբեր միջոցներ ու ես համարում եմ, որ դրանցից յուրաքանչյուրը սկսած 100,000 հոգանոց հանրահավաքից եւ վերջացրած 50-100 հոգանոց թիրախային եւ արդյունավետ ակցիայից բոլորը իրենց արդյունքը տալիս են։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 18 թվականի ապրիլի 25-ից սկսած բոլոր իրական ընդդիմադիր գործընթացներին մասնակցել է իր ուժերի ներածից մի փոքր ավելով եւ նույնը մենք պլանավորում ենք անել եւ հաշվի առնելով ընթացիկ գործընթացները նաեւ այս անգամ ավելի նախաձեռնողական կեցվածքով, այսպես ձևակերպել։ Շնորհակալ եմ։